Այսինքն եթե օլիգարխները ոչինչ չանեն, կփրկվեն։ Ոչ թե ոչինչ չանելը որն է, նախ փրկությունը հավատքով է, հավատալով է Հիսուսին, սակայն հավատալով Հիսուսի շնորհով ենք մենք փրկվում, նրա շնորհով։ Հիսուսը մահացավ, մենք պիտի շարունակենք նրա կյանքը, ոչ թե մեր քեֆով ապրենք։ Հասկանում եք, այստեղ Հիսուսը ինչ էր անում։ Հիսուսը բարեգործություններ անում, բժշկություններ էր անում, բարեգործությունները շռայլում, աստվածահաճո, աստվածաերտուղ, կենցաղ վարելու համար։ Իսկ թվում է նաև կարասինես ալեկար, բայց կենցաղը վարես Աստծո հետ միասին շատ մեծ հաջողությունների կհասնես, շատ մեծ։ Մեկին ես ասացի, գիտես ինչի համար է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի եւ տարբեր երկրների բիզնեսմեններ հաջողության հասնում եւ դառնում են մեծամեծ մարդիկ։ Որովհետեւ հաջողակ բիզնես ունենալու համար կա մի կարգախոս, որը պիտի գործածի բիզնեսմեն անձնավորությունը, որ ուզում է բիզնես տնի։ Պայման է կապում Աստծո հետ։ Բոլոր բիզնեսմենները, ինչի համար են բիզնեսմենները, հովանավոր են դառնում մանկատներին, հովանավոր են դառնում ծերանոցներին, հովանավոր են դառնում իրահատության մեջ հանդիպող երեխաներին կամ անձանց չքավոր խավին, բիզնեսմենները։ Նրանք Աստծո հետ պայման են կապում, պայմանի մեջ են մտնում Աստծո հետ։ Տեր Աստված, դու իմ բիզնես օրհնիր, ես իմ եկամուտի, ես իմ օգուտի, ես իմ կարողության մասով քեզ կծառայեմ, բաժնեկից կլինեմ, բարեգութ կլինեմ, բարեգործ կլինեմ, ողորմած կլինեմ եւ Աստված օրհնում է։ Բիզնեսի մեջ ոչ մի պատահար, ոչ մի վթար, ոչ մի պրավալ, հա, ոչ մի ասես խանգարող բան չի լինում, որովհետեւ Աստված է այդ բիզնեսի գլխին կանգնած։ Աստված է առաջնորդում, Աստված է օրհնում այդ բիզնեսը։ Ու դա անելով Աստված երկրորդ օրհնությունը կբերի քո առաջ։ Եվ դու կծավալվես, եւ դու կտենաս Աստծո ձեռքի գործը։ Սակայն աշխատը Աստծո բաժնի մեջ չլինի։ Աստծո ունեցածի մեջ է, որ խոսք ես տվել, չասես բայց լավն է, բայց պարարտաբաց թիքայ է, բայց օգտաբետ ոնց էսքան տամ, չէ, սիրո պիտի տաս, հոժարությամբ պիտի տաս, որովհետև Աստված քոր ու թոփալ, քոսոտ զոհեր չի ընդունում։ Անկամ Աստծո զոհերում պիտի պարտարանքով, երկյուղով, ուրախությամբ, լիաթոք, որոշված, սրտանց հոժարությամբ դու զոհես, զոհ անես, գումարային զոհ անես, կամ վերջ ինչ ես անում, ու ինչ ես խոստացել, որ անես, ինչ խոստացել ես, սիրո վարա, սիրո տուր, եւ Աստված կօրհնի քեզ։ Նման կերպ են մարդիկ աճում, զարգանում, որովհետև բիզնեսի կարգախոսն է, որը իրական է եւ կատարող, հասկանում եք, նման բաներ կա։